Գիտեք, մի փոքր ուզում եմ կարճ խոսել զատիկի մասին։ Ռուսերեն Պասխա, չէ՞։ Զատիկ ինչ է նշանակում։ Հին ուխտում կար զատիկ, որ կոչվում էր անց կեցավ։ Իսկ ով անց կեցավ։ Գիտեք, մի փոքր պատմեմ դրա պատմությունը, որպեսզի քեզ պարզ դառնա։ Երբ որ Աստված ստեղծեց մարդկությունը անում էր այն, ինչ ուզում էր։ Չկար օրենք, չկար մեղք հասկացողությունը, չկար սխալ, չկար ճիշտ, ամեն մեկը անում էր այն, ինչը ուզում էր։ Ու Աստված Մովսեսի միջոցով տվեց օրենքները։ Օրենքները մեղքը ի հայտ բերեց։ Ոնց որ այսօր կա կանոնադրություն, կա զակոն, չէ՞։ Եթե դու զակոնը խախտում ես, դու զակոնը непослушный гражданин, քեզ օրենքով հասնում է պատիժ։ Գիտես, նույն էլ Աստված ուզեցավ դնի օրենք, որ մարդիկ օրենքը պահեն, բայց օրենքով ոչ մեկ չկարողացավ արդարանալ։ Դրա համար Աստված մի ուրիշ բան մտածեց, ու այդ ուրիշ բանի խորհրդապատկերը հենց այս զատիկն էր։ Երբ որ Եգիպտոսում ստրկության մեջ էր Իսրայել ժողովուրդը, Աստված Մովսեսին ասեց. «Գնա իմ ժողովուրդը հանի ստրկությունից»։ Այսօր էլ մարդիկ, ովքեր Աստծուն չեն ճանաչում, աշխարհում մեղքի մեջ են։ Կարաս նկատես հասարակ բան, արդեն փոքր տարիքից կարան ծխեն, խմեն կամ հայություն անեն։ Անգամ կարան հեռուստատեսությամբ կամ իրանց YouTube-յան կամ Instagram-յան էջերի մեջ թեկուզ աղջիկները հայություն անեն ու առանց կարմրելու ամանչելու։ Այնքան փոխվել է սևը սպիտակի հետ, այնքան հասարակ է դառը ու հասանելի է դառը մեղքը, որ մարդիկ էլ արդեն չեն էլ ամանչում։ Իրաց ծնողների հետ խոսալուց կարան հայությունով խոսան, ժողովրդի հետ ամեն բանի մեջ դու տեսնում ես։ Հայությունը ոնց որ սկվառնասլովիա, հա, այսինքն անեծք։ Սատանայի բերանը մի ուրիշ խոսքերով ասած, օրհնությունը դա Աստծո խոսքն է, Աստծո բերանն է։ Եկեք լինենք օրհնող մարդիկ, լինենք քաղցր մարդիկ։ Քանի որ մարդիկ չգիտեն ճիշտն ու սխալը, իրանք այդպես ապրում են, իրանք մի քիչ էլ մեղավոր չեն։ Մեր գործն է մեր Տիրոջ լույսը հասցնելու այդ մարդկանց։ Ու երբ որ Եգիպտոսում ապրում էին մարդիկ ստրկության մեջ, մեղքի մեջ, իրանք աշխատում էին գիշեր ցերեկ եւ չունեին աշխատավարձ, չունեին իրանց կամքը, իրանց ստիպում էին, ծեծում էին, աշխատացնում էին։ Ոնց որ այսօր անում է այս աշխարհի օդի իշխանը Սատանան։ Ու Աստված Մովսեսին ասեց. «Մովսես, ես ուզում եմ այս աշխարհի աստվածներին կանչեմ պատերազմի։ Մենք իրար հետ մարտնչենք, տեսնենք ով է իսկական Աստվածը, տեսնենք ով է իրական Աստվածը, ով Աստվածը, որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ինձ ու քեզ»։ Ու գիտես, սկսեց պատերազմ Մովսեսի ու Մոգերի մեջ, սկսեց պատերազմ Աստծո եւ Սատանայի եւ նրա իշխանությունների մեջ։ Իհարկե, գիտես, 10 պատիժները եկավ Եգիպտոսի վրա, Եգիպտոսի փարավոնը, որ Աստված էր այդ ժամանակ մարդկության համար, հանձնվեց, ասեց. «Գնացեք, թույլ եմ տալիս»։ Վերջապես որոշեց, որ գնա։ Վերջի պատիժը, երբ որ եկավ եւ ինքը հանձնվեց, դա նա էր, որ ամեն առաջնեկը ամեն տնից պետքա մահանար, կլիներ անասուն, կլիներ տղա երեխա առաջնեք, պետքա մահանար։ Ու գիտես, պայմանը սա էր։ Աստված Մովսեսին ասեց. «Կվերցնես մի անարատ գառ, եւ այդ գառը թող բնակվի ձեր տանը 3 օր։ Եվ այդ գառը 3 օր կնայես, որ ոչ մի թերություն չունենա, աշկը թեք չլինի, ատամը փչացած չլինի, վրեն որևէ մի շռամ չլինի, հարվածած տեղ չլինի, հանկարծ կախ չլինի, կնայես, որ զոհը լինի իդեալական առողջ, անթերի։ 3 օր տնտղելուց հետո այդ գառանը, գիտես ինչ կանես, կմորթեք, ամեն տունը թող վերցնի մի գառ եւ մորթի։ Երբ որ մորթեք, այդ գառան այրունը կվերցնեք, դառը խոտերով կքսեք ձեր դռների տախտակների վրա։ Ընդ որում մի հատ էլ պայման կա, որ ձեր տանը թթխմորով հաց պտի չլինի։ Դա կարևոր պայման էր։ Ում տանը թթխմորով հաց լինի, նա կմեռնի։ Ու այդպես արեցին Աստծո ժողովուրդը, վերցեցին գառը, նայեցին 3 օր ու հետո մորթեցին։ Մորթելուց հետո այրունը վերցեցին, քսեցին իրանց տան դռնդիքի վրա։ Մի պայման էլ կար։ Աստված ասեց Մովսեսին. «Ոչ մեկ դռնից դուրս չգա, եթե դուրս եկավ, ես Տեր չեմ իրան»։ Բոլորը կսպասեն մինչև առավոտ, նոր դուրս կգան իրանց տներից։ Գիտես,
ու եկավ գիշերը, եկավ մահվան հրեշտակը։ Մահվան հրեշտակը անցավ բոլոր տների մոտով, որտեղ որ կար այրունը քսված, գրված է անց կեսավ։ Որտեղ որ այրունը չկար, մահվան հրեշտակը մտավ եւ այդ ընտանիքներում ողբերգություն եղավ։ Մահացավ բոլորի առաջնեկները մի գիշերվա մեջ։ Ու երբ որ առավոտ էր, հրեաները ուրախանում էին, որ Աստված իրանց պահեց մահից, եգիպտացիները լացում էին, որովհետև պաշտպանված չէին Աստծո պաշտպանությունով եւ կորցրեցին իրանց առաջնեկներին։ Դժբախտություն եղավ։ Գիտես, այսօր Պասխան մեր համար մի քիչ դարել է ուրիշ նշանակություն ունեցող մի բան։ Երբ որ դու խանութներում անցնում ես, այնտեղ ինչ ես տեսնում։ Նապաստակներ, հա, կրոլիկներ, ինչ ես տեսնում։ Կուլիչներ, ինչ ես տեսնում, ձվեր, էլ ինչ կա։ Ինչ։ Գիտես, այն ինչ որ տեսնում ենք, հեչ կապ չունի քրիստոնեության հետ, հեչ կապ չունի հին ուխտի հետ, հեչ կապ չունի այն Պասխայի հետ, Զատիկի հետ, որ Աստված պատվիրել էր իր ժողովրդին։ Աստված ասես քո տանը թթխմորով հաց չլինի։ Կուլիչները ինչ են։ Թթխմորով հաց։ Այն ինչ որ Աստված արգելեց, այսօր խանութներում վաճառվում է որպես Զատիկի տոնական կերակուր։ Այն ինչը Աստված կատեգորիկ արգելեց։ Ընդհանրապես ձեր տանը չլինի։ Թթխմորը նշանակում էր մեղքի խորհուրդը։ Ձեր տունը մեղք չլինի, ձեր կյանքի մեջ մեղք չլինի։ Դրա համար Հիսուսը ասեց. ես եմ այն հացը, որ երկնքից գալիս եմ, եւ անթթխմոր հաց եմ, ով ինձ ուտի, հավիտյան կապրի։ Գիտես, կա հաց թթխմորով, այս աշխարհը որ մեզ թելադրում է, կա հաց, որ երկնքից է գալի, դա Աստծո խոսքը։ Առանց թթխմորի, առանց մեղքի, սուրբ ու անարատ, մաքուր եւ ճշմարիտ։ Գիտես, մենք տեսնում ենք, որ այս աշխարհը պաշտպանված չի, որովհետև Քրիստոսի այրունը մեզ պաշտպանում է, ոնց որ երեխեքը ցույց էին տալի բեմականացման մեջ։ Երբ որ սատանան գալիս է, այն մարդիկ, որ այդ այրան պաշտպանության ներքո չեն գտնվում, վնասվում են։ Գիտես, ցավալի է, բայց ես ու դու անելու բան ունենք, այս աշխարհին տալու բան ունենք։ Մենք ունենք բան ցույց տալու։ Քանի որ Հիսուսը այն գառն է, որ Զոհաբերության մեջ էլ խոսվեց, որ Աստված տվեց։ Երբ որ Հովհաննես Մկրտիչը տեսավ Հիսուս Քրիստոսին գալուց, ասեց. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքերը։ Հիսուսն եկավ իմ ու քո մեղքերը վերցնելու։ Դա է միակ փրկության ճանապարհը եւ դա է միակ ճշմարտությունը, որ մեզ ազատում է դժոխքից դեպի հավիտենության արքայության կյանքին տանելու։ Հիսուսն ասեց. ես եմ ճանապարհը, չկա ուրիշ ճանապարհներ։ Կուլիչը կամ վերցնենք ձվերը, կամ վերցնենք նապաստակները, ավելի շուտ դա հեթանոսական տոներից վերցրած պտղաբերության տոնի արդիվ ստեղծված բաներ, որ տեղա գտեք քրիստոնեական աշխարհում ինչ որ մեկի բիզնեսի պատճառով։ Գիտես, դրանք կապ չունեն Քրիստոսի հետ եւ կապ չունեն ընդհանրապես Զատիկի հետ։ Դրա համար ուզում եմ, որ մենք ճիշտ պատկերացում անենք։ Ես չեմ ասում ձվեր մի կերեք, ես չեմ ասում, եթե ուզում եք կուլիչներ ուտեք կերեք, բայց դա լավ խորհուրդ չունի։ Դա պտղաբերության տոնի արդիվ է, եթե ուզում եք արագ ինտերնետում նայեք, այդքան էլ բան չի, որ նայեք հաստատ չեք ուտի։ Դրա համար ուզում եմ, որ մենք հասկանանք։ Ձվերը իհարկե մարդիկ ներկում են, երբ որ ես երեխա էի, այս տոնախի էի սիրում, որովհետև մենք մի հատ տոպրակ էինք վերցնում, ունդեղ նախորոք պատրաստվում ենք, ձվերը գցում ենք աղաջերի մեջ, եթե չէինք ալարում, այդ ձվերը ծակում ենք, մեջինը դատարկում ենք պարունակությունը եւ այնտեղ մոմ էինք հալացնում, լցնում ենք ու սկսում ենք հայատներով գնալ ու ձվերով կռվել։ Ուй, ումը կռվում էր, այդ ձվերը վերցնում էր, ուսես տոպրակով ման էին գալի, մեզ էին կռում, մենք էինք ման գալի, բոլորը գիտեին։ Մեր համար Զատիկը ընդամենը ձվերով կռվելու տոն էր։ Գնանք լիքը ձու կրենք, բերենք տարբեր գույների, տարբեր ոճերի ձվեր։ Ու գիտես, երբ որ մեծանում ես, կարդում ես Աստծո խոսքը, հասկանում ես, որ Զատիկը դա ձվերով կռվելու տոն չի։
Զատիկը դա Աստծուն ճանաչել ու իր խոսքին հնազանդվել, որ մահվան հրեշտակը անց կենա քո ընտանիքից, քո կյանքից, քո բնակարանից։ Քո երեխաներին փոխանցել ավետարանի խոսքը, որ սատանան նրանց հետ չկարողանա վնասի, նրանց կյանքից էլ որ այդ անօրենը անց կենա։ Երբ որ կարդում ես Աստծո խոսքը, տեսնում ես սա կյանքի ու մահվան պատերազմը, որ տեղի ունեցավ խաչի վրա։ Երբ որ կարդում ես ավետարանը, հասկանում ես, որ սա մեղքի եւ սրբության պատերազմը։ Իսկ սատանան այնքան թեթևացրել է, որ մենք հասկանում ենք դա կուլիչներ է, որ մենք հասկանում ենք դա նապաստակ է, որ մենք հասկանում ենք դա ուղակի ձվի կռիվ է։ Ոչ։ Զատիկը դա մարդկության փրկության ծրագիրն է։ Գիտեք, երբ որ խոսում էր Սողոմոնի տաճարի մասին, տաճարում կար մի զանավեսկա, որը առանձնացնում էր խորանը սրբության սրբոցից։ Եվ այդ զանավեսկեն, երբ որ կարդում ես, շատ հաստ էր։ Սա ինչ որ մի բարակ զանավեսկա չէր, դա շատ մեծ հաստություն ուներ։ Ու երբ որ Քրիստոսը խաչի վրա մահացավ, ասեց կատարվեցավ, ես մտածում եմ հրեշտակը թուրը ձեռը կանգնած էր այդ զանավեսկի մոտ, վերևից ներքև պատռեց։ Աստված մարգության պատմության մեջ բաժանեց սրբության սրբոցը սրբությունից։ Եվ չկար էլ արդեն սրբության սրբոց եւ սրբություն եւ ճանապարհը դեպի Աստծո մոտ բացվեց, որովհետեւ միջև այդ տարին մի անգամ մի հատ քահանայապետ կարող էր մտնել սրբության սրբոց, ու այսօր վերևից ներքև Աստված պատռեց Հիսուս Քրիստոսով եւ ամեն օր մենք կարող ենք մտնել սրբության սրբոց Տիրոջ ներկայության մեջ եւ չմահանանք։ Դա մեր շնորհիվ չէր։ Դա մեր արդարության շնորհիվ չէր, դա իր արդարության եւ իր սրբության շնորհիվ էր։ Ասում է, ով կհավատա Աստծո որդին, դա իրան արդարություն կհամարվի։ Որն է Աստծո գործը, որ հավատանք նրա որդի Հիսուս Քրիստոսին։ Երբ որ շուրթերով կդավանենք, մեզ փրկություն կլինի։ Որն է փրկությունը, որ մեր խիղճը չի դատապարտում մեզ մեղքի համար, որ մենք վստահ ենք, որ հավատացել ենք նրան եւ արդարացել Աստծո շնորհիվ։ Իհարկե, չի նշանակում, որ կարան գնանք մեղք գործենք։ Ասում է, այն շնորհքը, որ չի տանում սրբության, դա անշնորհքություն է։ Դրա համար ուզում եմ, որ իրականից սիրելիներս հասկանանք ինչ արեց Քրիստոսը մեզ համար։ 3 օր մահացած էր։ 3 օր։ Բա որտեղ էր Հիսուսը 3 օր։ Գիտես, այս վերևը մենք ունենք մոմեր։ Հեչ փորձել ես մատդ մոմի վրա պահես։ Ինչքան կպահես։ Դու պատկերացնում ես, ընդեղ կա ծծում, ընդեղ կա կրակներ, ընդեղ դժոխքում ահավոր է, հավիտենությունը մարդը անցկացնում է դժոխքների մեջ։ Եկեք նայենք թեկուզ աթեիստ գործիչներին, երբ որ մահանում էին, ինչ են ասում նրանք մահից առաջ։ Նայեք բոլոր իշխանավորներին, ղեկավարներին, որ պատմության մեջ ինչ որ դեմքեր են եղել, դիրք են զբաղացրել, նայեք նրանց մահանալուց առաջ ինչ են ասում։ Ու եկեք նայենք այն հավատացյալ ժողովրդին, որ մահանում են, նրանք ինչ են ասում։ Ես մի քանի անգամ ականատես եմ եղել, ահա հրեշտակներն եկան, ահա Քրիստոսը այստեղ է, ես գնում եմ, մի լացեք, մի դժգոհեք, կյանքում ուրախացեք, բոլորին ներեք ու գնում են։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ Քրիստոսին չէին ճանաչում, տառապում են, տանջվում են, կամ այս սատանեքին հանեք այստեղից, կամ ես կյանքս իզուր վատնեցի։ Այսօր ինձ ու քեզ ունենք ժամանակ մտածելու։ Ինչքանով ենք ճանաչում Քրիստոսին, ինչքանով ենք հասկանում են ինչ որ արեց խաչի վրա, ինչքանով ենք գնահատում են ինչ որ արեց։ Ինք իր կյանքը չխնայեց մեզանից ամեն մեկի համար։ Մենք ինչքան ենք խնայում իր համար։ Երբեմն ժամանակ չունենք, երբեմն հավես չունենք, երբեմն չենք ուզում մեր կոմֆորտից դուրս գանք իր համար։ Բայց ժողովուրդը դժոխք կա գնում չիմանալով այս ճշմարտությունը։ Այսօր շատ լավ առիթ է ու տոն է, իհարկե ռուսների մոտ կլինի 1 շաբաթ հետո, եւս 1 շաբաթ ունենք ավետարանի խոսքը հասցնելու բոլոր ազգերին։ Անխտիր, որ դժոխք չգնան մարդկությունը։ Ամեն, որովհետև իրանց համար գինա վճարված, դժոխքից դեպի դրախտ։
հիմարություն կլինի չօգտվել այդ հնարավորությունից։ Ամեն։ Եսայի մարգարեության մեջ 22 եւ ասма Դավթի տան բալանիները կտամ նրա ուսերին, որ նա բանա եւ ոչ ոք չի գոցե եւ գոցե եւ ոչ մեկ չբացի։ Եսայի մարգարեն մոտավորապես միգուցե 400-450 տարի առաջ ասում է, որ Աստված բանալիները կտա Դավթի տան, որ ինչը փակի փակված կլինի, ինչը բացի բացված կլինի։ Եվ ինչը բացեց ոչ մեկ չի կարա փակի, ինչը փակեց ոչ մեկ չի կարա բացի։ Հետաքրքիր է, ում են տալիս այս կյանքի ու մահվան բանալիները։ Ում են տալի Դավթի բանալիները, որ ոչ մեկ չի կարա բացի ու փակի բացի նրանից։ Ով է այդ անձնավորությունը, սիրելիներս։ Հայտնություն 3:7։ Եվ Փիլիպպեի եկեղեցին հրեշտակին գրի, սա է ասում Սուրբ ճշմարիտը, որ Դավթի բանալիները ունի, որ բանում է եւ ոչ մեկ չի փակում եւ փակվում է ոչ մեկ չի բացում։ Հայտնության գրքի մեջ մենք տեսնում ենք, որ ով աննա, որ ունի այդ բանալիները արդեն, որ փակում է ոչ մեկ չի բացում, ով է, որ բացում է ոչ մեկ չի փակում։ Դա հենց ինքը Քրիստոսն է, երբ որ իջավ դժոխք, 3 օր մենամարտ էր գնում, սատանան ուզում էր հանցանք ներկայացնել Քրիստոսի վրա մեղքերի համար, որովհետև միջև այդ իրան հաջողվել էր։ Գրածը արդար չկա, մեկն էլ չկա, կարա կարդաք Հռոմեացիս 3-րդ գլխի մեջ։ Մեկն էլ չկա, մի արդար չկա երկրագնդի վրա, որ կարողանար հաղթեր սատանային։ Ով մեղք ուներ, սատանայի պարտված էր։ Որպեսզի քեզ ավելի պարզ դառնա, այսպիսի մի արտահայտություն անեմ մեղքի ու պարտության մասին։ Գիտես, ով գիտեր, որ հին ժամանակներում կար ստրկատիրություն, եթե գիտես ձեռը թափ տուր։ Եթե մեկը Հովսեփին, հիշում եք, վերցրեցին ու վաճառեցին ստրկության, եթե մեկը ինչ-որ մի բան արել էր, կամ գումար էր վերցրել, կամ չէր կարողացել վճարել, դրա համար իրան վաճառում էին ստրկության, դրա փոխարեն գումար էին վերցնում։ Հիմա պատկերացրեք, բոլոր մարդկությունը դա ստրկության վաճառված է։ Սատանան այն իշխանն է, որ գնեց Ադամից այդ ազատությունը, վերցրեց Ադամին խաբելով եւ այ այդ գցեց մեղքի մեջ, ու նրանցից ծնվածները բոլորը մեղավոր էին։ Հիմա պետք էր ստրուկներից մեկին գնել, ով կարար գներ ստրուկին, ով որ ստրուկ չէր, ով որ ազատ մարդ էր, կարող էր գար, վճարեր այդ ստրուկի տիրոջը եւ գներ այդ ստրուկին, ճիշտ է։ Հիմա բոլոր մարդկությունը մեղքի մեջ էին, ստրուկ էին, չկար մի ազատ մարդ։ Եվ հանգարց Աստված որոշեց մարդ առնա։ Եվ եկավ 30 տարի ապրեց առանց մեղքի։ 3 տարի ծառայեց ինձ ու քեզ, ցույց տալով ճշմարիտ ճանապարհը ոնց ապրենք, որ դժոխք չգնանք։ Սովորեցնելով, կրտնելով Աստծո խոսքը։ 3 տարի հետո խաչվեց։ Եվ սատանան ուզում էր ստրկացնել, բայց չգիտեր ոնց։ Դա գրված է Պետրոսի թղթերի մեջ 3:18։ Առաջի Պետրոս 3:18, որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքի համար չարչարվեցավ այն արդարը արդարների վրա, որ մեզ մոտեցնի Աստծուն, որ թեև մեռա մարմնով, բայց կենդանի եղավ հոգով, որովհետև գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբ էին Աստծո երկայնամտությունը համբերելով, եւ նրանց Նոյի օրերում տապանը պատրաստելիս, որի մեջ քիչ, այսինքն 8 հոգի ջրից պրծան, որի օրինակը, այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է, ոչ թե մարմնի ախտը դեն գցելով, այլ բարի խշմտանքի վկայությունը առ Աստված Հիսուս Քրիստոսի հարությունով, որ գնացել երկինքը եւ Աստծո աջ կողմը հրեշտակները եւ իշխանությունները եւ զորությունները հնազանդեցնելով։ Վաու։ Գնաց դժոխք եւ սատանան ոչ մի դատապարտություն չուներ, որ կարանար դատապարտեր իրան, որ ինքը մնար դժոխքում, ոչ մի հանցանք չէր գործել, ոչ մի օրենք չէր խախտել։ Եվ ստիպված սատանան 3 օր տնտղեց, ոնց որ Մովսեսի օրը այդ 3 օր տնտղեցին այդ գառանը եւ հասկացան, որ սա սուրբ է եւ անարատ է եւ ճշմարիտ զոհ է եւ չկարողացավ ոչ մի բան անել դժոխքը բաց թողեց Հիսուս Քրիստոսին։ Եվ գրված է հիմա հոր աջ կողմում նստած բարեխոսում է իմ եւ քո համար։
Գիտես, մի հրաշալի պատմություն, մարդկության փրկության պատմություն։ Ինչքան դաժան գին վճարվեց, ինչ մեծ գին վճարվեց, որ ես ու դու ազատ լինենք դժոխքից եւ նրա հետևանքներից մեղքից։ Այսօր մենք ունենք հնարավորություն ապրելու երկրի վրա սուրբ եւ անարատ, նրա թափած արյան շնորհիվ, նրա խոսքի շնորհիվ։ Ամեն։ Շատ լավ, գնացինք Եփեսացիս 1:7։ Որով ունենք փրկություն, ումով, Քրիստոսով։ Նրա այրունովը մեղքերի թողություն իր շնորհքի մեծության չափով։ Դա իր շնորհքով ենք մենք փրկված, որ մենք գովասանք լինենք նրա փառքին, որ առաջուց մեր հույսը Քրիստոսի վրա ենք դրել։ Լավ է, չէ՞։ Ուղղակի մեզ Աստված բերեց, ձրի շնորհեց, որ նրանում էլ դուք հուսակ, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որն էլ երբ որ հավատացիք, խոստմունքը Սուրբ Հոգով ընդունեցիք։ Մեզ ինչ որ պետք է արդեն ունենք։ Մենք պետք է սովորենք այս խոսքի հետ աշխատել, այս խոսքը սովորել, որ այս խոսքը մարմին դառնա մեզանում։ Սա մեր կյանքի միակ նպատակն է։ Հովիվ Պավելն ասեց, մեր կյանքն է։ Տեսել ես մարդիկ ասում են, այ ախպեր ջան, կեր խմի կյանք արա։ Սուտը անդեղից ենք եկել։ Կյանքը Քրիստոսն է։ Առանց Քրիստոս կյանք չկա։ Ամեն։ Գնացին Գործք առաքելոց 26:18։ Նրանց աչքերը բացվեցավ եւ խավարից դեպի լույսը դարձան եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն եւ սրբերի հետ ժառանգություն առնեն ինձ հավատալով։ Մարդիկ, ովքեր Քրիստոսին չեն հավատացել, ապրում են խավարում։ Գիտես, երբեմն Աստծո ճշմարտությունը դաժան է մարդկանց համար, ովքեր ապրում են խավարում։ Գիտեք ինչի, հեչ մութ տեղում եղել ես։ Ով է եղել մութ տեղում։ Ու մութ տեղից դուրս ես գալիս, արևն գնում աչքերիդ, ոնց ես անում։ Կամսես, չէ, սենց։ Չես կարում գլուխդ բարձրացնես, աչքերդ ծակում է, չէ։ Երբեմն Տիրոջ լույսը այն մարդկանց համար, որ խավարում է, դժվար են ընդունում, ցավոտ է, երբեմն չեն ուզում ընդունել։ Ինձ ու քեզ թող Աստված իմաստություն տա, որ քիչ-քիչ լույսը տանք։ Որ կարողանան ընդունեն, որ իրանց է կարողանան տեղափոխեն խավարի իշխանությունից լույսի արքայության մեջ, մեղքի իշխանությունից Աստծո սրբության թագավորության մեջ։ Ամեն։ Շատ լավ, վերջի տեղը կկարդամ առաջի Կորինթացիս 5:6 ասում է. ձեր պարծանքը լավ չէ։ Գիտենք, որ մի փոքր խմորը բոլոր զանգվածը խմորում է։ Մի փոքր թթխմորը բոլոր հացը զանգվածը խմորում է, մեկ էլ տեսնում ես ուռավ, չէ՞ սենց։ Ասում է լավ չի։ Դեն գցենք հին խմորը, որ նոր զանգված լինենք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեր համար Քրիստոսը։ Наша Пасха это Христос, заклан за нас։ Ամեն։ Ասում է հին թթխմորը մի կողմ գցեք, նոր խմոր լինենք, հին ապրելակերպը մի կողմ գցենք, հին սովորությունները մի կողմ գցենք, եթե առաջ բամբասում ենք, էլ չբամբասենք, եթե առաջ հայոյում ենք, էլ չհայոյենք, եթե առաջ գողանում ենք, չգողանանք, եթե առաջ ծեծում ենք, էլ չծեծենք, եթե առաջ ստում ենք, չստենք, եթե առաջ հպարտանում ենք, էլ հպարտանալու տեղ չկա։ Քրիստոսը արեց ամեն բան։ Որտեղ է պարծանքը։ Առանց իրա չկա սրբություն, առանց իրա չկա փրկություն։ Բոլորս ասեցինք ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ 8-րդ խոսքը. ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարությամբ եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտությունով, չխմորված առաջվա։ Եկեք առաջվա կյանքը դենքցենք։ Եկեք ապրենք Տիրոջ խոսքի համաձայն, սրբությունով, մաքրությունով, ճշմարտությունով, ազնվությունով, խաղաղությունով, ուրախությունով, ցնծությունով, Սուրբ Հոգու հետ։ Ասենք ամեն։ Մտածում եմ, էլ ինչա մեզ պետք։
Էլ ինչա մարդուն պետք։ Սիրենք մեզ, սիրենք Աստծուն, սիրենք մարդկանց։ Եվ այդ ժամանակ ուրախ կլինենք։ Պատկերացնում ես, Աստված ասում է, ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ, ուրախ եղեք։ Աստված եկա, որ մեզ ուրախություն տա։ Կյանք տա, սատանան եկա, որ բերի դժբախտություն եւ ցավ եւ մահ։ Աստծո ու սատանայի տարբերությունը։ Գրված է կյանքն ու մահը դրեցի քո առաջ։ Ընտրի կյանքը, որ ապրես։ Դրելա կյանքն ու մահը երեք չի, մի հատ էլ իր կամքը հուշում է, ընտրի կյանքը, որ ապրես։ Գիտես, խաչի վրա մեծ բան կատարվեցավ։ Իրա վերքերով մենք բժշկվեցանք։ Անեծքի փուշը, երբ որ անեծքը մտավ աշխարհ, երկիրը փուշ տվեց։ Մահանալուց այդ խաչը, որ պետք է բարձրանար, փշի պսակը դրեցին իր գլխի վրա։ Անեծքը իր վրա վերցրեց, որ դու անեծքից ազատ լինես։ Ինքը մահացավ, որ դու ապրես։ Ինքը աղքատացավ, որ դու հարուստ լինես ամեն բարի գործի համար։ Միթե կարելի է Քրիստոսին ասել ոչ։ Եթե մի լավ բան կա, դա Քրիստոսն է։ Ինչքան անխելքություն կլինի կյանքին ասել ոչ, մահվան ասել այո։ Ինչքան դժվար կլինի հիվանդությանն ասել այո, առողջությանն ասել ոչ։ Ինչքան դժվար կլինի անեծքին ասել այո, օրհնությանը ասել ոչ։ Եկեք մտածենք, խորենք։